Բարև ձեզ, ես կներկայացնեմ Նիկոլի խաղաղությունը եւ խոսքը սկսեմ նրանից, որ մենք, ինչպես որ աշխարհի բոլոր լավ մարդիկ, երազում ենք խաղաղության մասին։ Ոչ միայն ձգտում ենք կամ կողմ ենք խաղաղության, այլև հենց երազում ենք խաղաղության մասին։ Բայց մենք պետք է ընդունենք ու գիտակցենք, որ խաղաղությունը միայն ուժեղների մենաշնորհն է եւ խաղաղություն կարող է լինել միայն, երբ որ պետությունները ուժեղ են, այլ ոչ, երբ որ մենք հանձնում ենք հողեր, նվաստացած ենք, այդպես խաղաղություն հնարավոր չէ ունենալ։ Եվ եթե մենք նայենք Նիկոլին, ով Արգզի դավաճան է, ինչպես կարելի է հավատալ, որ դավաճանը կարող է երկրին բերել խաղաղություն։ Եվ որպեսզի չստացվի, թե սա մեր սուբյեկտիվ կարծիքն է պարզապես, բազում փաստերից մի քանիսը ներկայացնենք։ Նախ իբր խաղաղության ողջ ընթացքին զուգահեռ մեր թշնամու հետ Ալիևը ակնհայտ շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը եւ բաց կոչ է անում, որ նա պետք է տիրանա իր պատմական հայրենիքին, այսինքն մեր Հայաստանին։ Նա արդեն իսկ գրավել է մեր Հայաստանի բազմաթիվ տարածքներ եւ մեր սուվերեն պետության տարածքները գտնվում են իր տիրապետության ներքո։ Նա պլանավորում է 300,000 ադրբեջանցի բերել եւ ապրեցնել մեր երկրում եւ այսպես շարունակ։ Չհաշված, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն անգամներ աճել է, օրինակ 2020 թվականին դա ընդամենը 2.2 միլիարդ դոլար էր, այնինչ հիմա այն 5 միլիարդից ավելի է։ Եվ կարելի է շարունակել երկար փաստերի ցանկը, բայց եկեք բացահայտենք Նիկոլի խաղաղությունը ինչ է իրականում։ Նիկոլի խաղաղությունը մեր տարածքների կորուստն է եւ ցեղասպանությունը։ Մենք արդեն իսկ կորցրեցինք մեր թանկագին հայկական Արցախը, այն Արցախում եղավ ցեղասպանություն, եւ եթե մենք չզգոնանանք եւ ողջ ուժերով դուրս չգանք պայքարի ազգովի, այդ ամենը կարող է տեղի ունենալ նաեւ արդեն այստեղ, մեր բոլորիս հետ։ Ինչպես արդեն նշվեց, Նիկոլի ներկայացվող կեղծ հայելիները շատ են, եւ այդ կեղծ հայելերից մեկն էլ իր այսպես հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, բայց եկեք անցնենք այդ գաղափարախոսությունից, այդ պրոպագանդայից այն կողմ եւ տեսնենք ինչ է իրականում այդ իրական Հայաստանը, որը Նիկոլը բերել է այսօր։ Նիկոլի Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ մարդիկ կարծիք արտահայտելու համար ապօրինի դատվում են։ Նիկոլի բերած Հայաստանը այն Հայաստանն է, որտեղ մարդիկ վախենում են ազատ խոսել, որովհետև իրենց տանը կարող է լինեն ժուժոքներ, իրենց կարող են տեսանկարահանել։ Եվ Նիկոլի Հայաստանը բերած Հայաստանը այն Հայաստանն է, որտեղ մարդիկ ընտրությունների մասնակցել համարձակվելու առաջ պիտի մտածեն, որ կարող է հետո իրենց հարազատների, հարևանների, բարեկամների տները մտնեն խուզարկության։ Եվ այսպես կարելի է երկար թվել այդ բոլոր բռնաճնշումները եւ բազմաթիվ մարդիկ, որոնք որ մինչ այսօր սատարում են Նիկոլին պնդելով, թե Նիկոլը մեզ տանում է դեպի Եվրոպա, խնդրում եմ ասեք, թե այս բոլոր բռնաճնշումները, որ եվրոպական արժեհամակարգում են տեղավորվում, դա նորից հերթական կեղծ թեզերն են, որոնք որ իրականում փաստերով միանգամից հերքվում են։ Եվ այսպես շարունակելով թվարկել, թե ինչ Հայաստան է մեզ բերել Նիկոլը, դա այն Հայաստանն է, որտեղ ինքը փորձում է մեզ կտրել մեր պատմությունից, մեր արմատներից եւ միանգամից կատարում է թշնամի երկրի հրահանգները։ Թշնամի երկրի ղեկավարը հայտարարում է, որ պիտի փոխվի սահմանադրությունը, Նիկոլը սկսում է նոր սահմանադրություն գծագրել։ Հայտարարվում է Ադրբեջանից, որ եկեղեցին խոչընդոտ է, մեր ուժայինները գրոհում են մայր աթոռը։ Եվ այսպես այս մղձավանջը կարելի է երկար թվարկել եւ տեսնել, թե այդ ինչ Հայաստան է, որ Նիկոլը բերել է, դա այն թուլացած Հայաստանն է եւ այս թուլությունը Նիկոլի բերած միայն գրգռում է ծավալապաշտական ագրեսորի նկրտումները եւ ի վերջո մեծ սպառնալիք է դառնալու մեր գլխին, ուստի Նիկոլի իրական Հայաստանը Ադրբեջանի կազմում սպառնալիքը դարձնում է իրական վտանգ։ Նիկոլի բադարակը, ինչպես Նիկոլը նենքափոխում է մեր բոլոր սրբությունները, նենքափոխում է նաև քրիստոնեական հավատը եւ ինքը բացարձակապես հերույ է քրիստոնյա լինելուց եւ իր բոլոր այս ընթացքում բոլոր արտահայտությունները հավատի մասին ամբողջությամբ կեղծ է եւ ինքը
փորձում է այս ձևով հարվածելով հայ եկեղեցուն հարվածում է մեր իսկ մեր ընտանիքներում մեր յուրաքանչյուր հայի ծիսական այդ ամբողջ համագարքը այն բոլոր ծեսերը գնունք չգիտեմ ծնունդ այդ բոլորը ինքը նենքափոխում է եւ մեծ սպառնալիք է մեր ազգի ոչնչացմանը բնաճնչումին հնուց ի վեր իր ստեղծման օրից հայ առաքելական եկեղեցին հոգացել է մեր ժողովրդի հոգեմտավոր զարգացումը եւ այն ժամանակաշրջանում եւ չենք ունեցել իշխանություն նաեւ ինքն իր ուսերին է վերցրել մեր ժողովրդի գոյատևումը եւ կարելի է ասել այսօր մեր հայ լինելը գբարդինք մեր եկեղեցու շնորհիվ է որ մենք մինչեւ այսօր գոյատևել ենք եւ Նիկոլը հարվածելով եկեղեցուն ինքը հարվածում է մեր գոյատևմանը նա մեզ բնաջնջման է տանում եւ այն սխալ գարձիկը որ դարածված է որ Նիկոլը դեմ է վեհապարին եւ ոչ թե եկեղեցուն բացարձակապես սխալ է որովհետեւ երբ որ հարվածում ենք վեհապարին վեհապարը խորհրդանիշն է հայ առաքելական եկեղեցու երբ հարվածում ենք վեհապարին կամ ցանկացած հոգևորականի մենք ինքնըստինքյան հարվածում ենք հայ առաքելական եկեղեցուն եւ հարվածում ենք մենք մեզ հաջորդ կարևոր գետը Նիկոլը իր նենքափոխությամբ սրբապղծում է մեր եկեղեցին եւ սրբապղծում է մեր երգիրը եւ իր բատարակները այսպես ասած սրբապղծում են նաեւ դժբախտաբար այդ եկեղեցին ամենակարևորը հավատանք կամ ոչ ընդունենք կամ ոչ գա արդար դատաստան եւ ժողովրդի կողմից եւ մեր պետության կողմից մեր սահմանադրության կողմից պիտի դատվի Նիկոլը բայց նաեւ ավելի մեծ բադիժ պիտի կա աստվածային բադիժը կհավատանք կամ ոչ դա իրականություն է եւ բոլորիս է սպառնում դա նրանք ովքեր հարվածում են հայ եկեղեցուն եւ հայ արժեքներին պիտի ստանան իրենց բադիժը դա մեր ասելով չէ մեր ցանկությամբ չի մենք բոլորի համար գաղութենք որպեսի դարձի կան բայց եւ այնպես ովքեր հարվածում են հայ եկեղեցուն իրենք պիտի նզովեն իրենք պիտի բաժվեն իրենց սենուտներով եւ Նիկոլի կահանաները բարձրապես Նիկոլի պատարակը բարձրապես հայ առաքելական եկեղեցու բնաճնջումն է ինչպես նաեւ մեր ազգի բնաճնջումը Շարունակելով այս ամենը կուզեի խոսել նաև Նիկոլի քահանաների մասին։ Մենք պիտի պարզ հայացք նետենք իրականությանը եւ ցավոք սրտի Նիկոլի դավաճանությունը ինքը վարակ էր, որը հեքիաթ է։ Աստված բոլորի ես առաջնահերթ նա բան ասեմ։ Խնդրում եմ հետո ես ինչ եմ եկել ոչ դուք համախմբեք որ տարեք ես անարդար Սիրելի հայրենակիցներ, սիրելի մեր քուրեր, եղբայրներ, ես պրոստե սերունդի երեխեք չեմ ուզում այդ